Եթերում Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է, տաղավարում աշխատում է Մարիա Հակոբյանը, բարի երեկո, նախ թողարկման գլխավոր թեմաները։ Ֆոտովավերագրություն մեգա նախագծի կառուցման ընթացքի մասին։ Գագիկ Ծառուկյանն ու դիվանագետները «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսին։ Այսօր մենք ազգովի նոր էջ ենք բացում։ 21,000 ժամ, 75 միլիոն ակնթարթ։ Ռուբեն Վարդանյանի աուդիո ուղերձը Բաքվի բանտից։ 21 000 часов, как я провел здесь уже. Մուտքն ու ելքը Բագրատաշենով, ովքեր են Հայաստանում անխոչնդոտ շրջած ու տեսանյութեր հրապարակած ադրբեջանցիները։ Վերացնել Այաթոլլային, նրա որդուն եւ մոլլաներին, ինչ սցենարներ է քննարկում Թրամփը։ Զանգվածային բախումներ, ջրցան մեքենաներով, ծխային նռնակներով ու հրավառ նյութերով։ Ցուցարարները պահանջում են Ալբանիայի վարչապետի հրաժարականը։ Գարնան շունչը խաբուսիկ է, չնայած տաք եղանակին օդերևութաբանները խորհուրդ են տալիս առայժմ խուսափել գյուղատնտեսական ակտիվ աշխատանքից։ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ընթացքը ֆոտովավերագրությամբ։ Մեգա նախագծի գաղափարին, պատմությանն ու մինչև այս պահ շարունակվող շինարարության ամբողջ ընթացքին կարելի է ծանոթանալ այսօր եւ վաղը։ Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով ցուցահանդեսում։ Ցուցադրվում է նաեւ Նոյան տապանը, որը եւս տեղ է գտնելու Հատիս լեռան վրա։ Գագիկ Ծառուկյանի հետ ցուցահանդեսի առաջին այցելուներն էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, քաղաքական գործիչներ, սպորտի, մշակույթի հայտնի գործիչներ ու բլոգերներ։ Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի վավերագրությունն արձանագրվում է։ Ֆոտոխցիկները բաց չեն թողնում արձանի պատմության կերտման ոչ մի պահ, որն այժմ հասանելի է հանրությանը։ Երևանում բացվել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը, որը բացառիկ հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեսնել արձանի ամբողջ պատմությունը հիմնարկեքի արարողությունից մինչև մեր օրերը։ Գագիկ Ծառուկյանը ողջունելով հյուրերին ներկայացնում է իր ընտանիքի այս գաղափարը ու պատմում նախաձեռնության ընթացքի մասին։ Ցուցահանդեսի առաջին այցելուները Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի, Սիրիայի դեսպաններն են։ Հյուրեր կան Չինաստանի դեսպանատնից։ Մեր երկրում իրականացվող ազգային կառույցի իրագործմանը լուսանկարների միջոցով եկել են ծանոթանալու նաև քաղաքական գործիչները, Արցախի ներկայացուցիչները, մարզիկներ, մշակույթի գործիչներ, բլոգերներ, հայտնի ու հեղինակավոր անձինք։ Գագիկ Ծառուկյանը դեսպաններից շնորհավորանքներ է ստանում ու դրական արձագանքներ գաղափարի համար։ Հայաստանը արժանի է, որ հենց այստեղ լինի փրկչի ամենաբարձր արձանը։ Ամենամեծն է, ամենագեղեցիկն է, ամենահզորը։ Գարնանը միասին կբարձրանանք ու կտեսնենք։ Այս նախագծով աշխարհում հայտնի ընկերություններ են հետաքրքրված, նրանք եւս իրենց ուշադրությունը արձանի կառուցման զարկերակին են պահում։ Իմ, ինչպես նաև Իտալիայի համար մեծագույն պատիվ է մասնակցել այս նախաձեռնությանը, քանի որ սա համաշխարհային մասշտաբի նախագիծ է։ Իտալիայում արդեն շատ են խոսում Հայաստանում վերխոյացող Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին։ Հետաքրքրությունը մեծ է։ Մեզ մոտ է պատրաստվել Մուրանոյի ապակիով, ոսկի հատիկներով եւ ռուբին ապակիով հատուկ ձեզ համար ոնց որ պատրաստել։ Սա հատուկ հենց թանգարանում կդնենք, ներքևնել կգրենք ում կողմից, սա պատմությունը, որ այնպես որ ինքը իր մասնակցությունը արդեն ունի։ Այս լուսանկարներում փրկչի արձանի կառուցման ամբողջ ընթացքն է, ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Սերժ Դավիդովի եւ Ռոբ Ֆրանգյանի լուսանկարները նաև փոխանցում են մարդկանց տպավորությունները։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետ Ատոնոյանը հայտնում է, որ այսօրվա ցուցահանդեսը մեծ գաղափարի արտացոլումն է, միասնական գաղափարի ճանապարհի սկիզբը։ Մենք իրոք ժամանակակիցն ենք պատմական իրադարձության, քանզի հենց մեր աչքերի առաջ ու մեր օրերում ստեղծվում է պատմություն, որը վստահ եմ դառնալու է ոչ միայն մեր երկրի ճարտարապետական խորհրդանիշը, այլ նաև ազգային համերաշխության, վերածնվող Հայաստանի նոր սիմվոլ հետագա սերունդների համար։ Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ ու Ծառուկյան ընտանիքի միջոցներով կառուցվող այս արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրը,
Սակայն դրա մեծությունը չափվելու է ոչ թե միայն բարձրությամբ, այլ առաջին հերթին իմաստով, խաղաղության, ողորմածության, կարեկցանքի ու հույսի պատգամով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի կողմից։ Նրա ներդրումը պարզապես ֆինանսական չէ։ Սա ներդրում է մշակութային ժառանգության, հոգևոր խորհրդանիշի ստեղծման մեջ, որը դարերով է ծառայելու մարդկանց։ Ազգային պատմական այս նախաձեռնության կյանքի կոչմանը հազարավոր մարդիկ են մասնակցել Հայաստանից ու Սփյուռքից, իսկ մեծ լսարան ունեցող հայտնի բլոգերները հետևորդներին պատմել են ընթացքի մասին։ Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին։ Հիսուս Քրիստոսի արձանը որպես քրիստոնեության փառաբանության մարմարակերտ օրհներգություն միլիոնավոր հայ քրիստոնյաների լուսավոր աչքերը իբրև հավատի անմար կանթեղներ իրեն է ձգելու ասելով եկայք արիս, այսինքն եկեք ինձ մոտ։ Հատիս լեռան Հիսուս Քրիստոսի արձանը կունենա նաև համաքրիստոնեական նշանակություն, նախ Հայաստանը կբարձրաձայնի լուր աշխարհի իր համերաշխությունը ողջ մարդկությանը, ապա իր ներկայությամբ կվկայի իր նվիրվածությունը քրիստոնեության բարոյական արժեքներին։ Գագիկ Ծառուկյանը լուսանկարների միջոցով եւս մեկ անգամ մտովի անցնում է այս գաղափարի իրագործման ճանապարհով։ Գործը կատարում ենք, աշխատանք գնում է, բայց որ այստեղ նայում ես, այս աշխատանքները ամեն ինչը հիանում ես կատարած գործով եւ մտքերի մեջ ես անգնում։ Այսօր մենք ազգովի նոր էջ ենք բացում, նոր պատմության մեջ մտնելու, ճանաչում տալու։ Մենք իրոք ազգովի շատ դժվարություններ ենք տեսել, որ հայ ժողովուրդը ավելի վատ օրեր է տեսել իր կյանքում, բայց միշտ կարողացել է կառուցի, ստեղծի, անի ամենալավը, ամենաուժեղը, հայ արվեստագետները, մշակույթ գործարարները արել են այն ամենաճոխ, ամենաընտիրը, ցանկացած ոլորտում հայ ժողովուրդը, հայերը մասնակցություն ունեն։ Մենք ազգովի պետք է կարողանանք ինչ որ Աստված մեզ տվել է, պատմությունը տվել է, կարողանանք աշխարհին ներկայացնելու։ Նաև ես ասեմ Նոյան Տապանը, որ իմ մեկը մյուսի ետևից որ մտքեր են առաջանում, դա մեզ տալիս է հզորություն, ավելի մեծ ճանաչում, туриզմի զարգացում, չենք կարող խեղճացած մնալ։ Մենք հզոր պատմություն ունեցող ազգ ենք։ Մենք պետք է միշտ իրար կողքի կարողանանք կառուցել, աշխարհին ներկայացնել։ Այսօր ամբողջ աշխարհից գալիս են, ամբողջ աշխարհից, Ամերիկայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից։ Հիսուսի արձանը դա կապ չունի ոչ քաղաքականության հետ, ընդհանուր հավատ, վստահություն, հույս, լույս, որը մարդը պետք է ապրի սպասելիքներով, երազանքով, հավատքով։ Անհավատ մարդը ոչ մի բանի պետք չի։ Եվ դրա համար ես օրորի տեսնելով ավելի ճոխ եմ մանում։ Աստված այդ հնարավորությունը տալիս է։ Հենց այնպես չի լինում 2500 մետրի վրա, դիցի հզոր, որ նայած մի հեկտարի վրա կառուցվում է, ձունն էլ չի խանգարում, քամին էլ չի խանգարում։ Ես զգացել եմ, որ դա ճիշտ բան է, որ ազգովի գալիս են կառուցելու, որ հույս լինի, լույս լինի, հավատ լինի։ Այստեղ նաև Նոյան Տապանն է ցուցադրվում, որը եւս կտեղադրվի Հատիս լեռան վրա։ Ցանկացած երկիր, ցանկացած պետություն, որ մտածում են իրենց երկրի համար մի լավ բան անեն, իրանք չունեն դա, այդ ոչ պատմություն ունեն, ոչ էլ Աստված այդ ուղղությունը տվել է իրանց։ Արհեստական սարքելով, կպցնելով, հեքիաթ պատմելով սարքում են։ Բայց մենք հայերս մեր եղածը, մեր պատմությունը, իրականությունը չենք կարողանում աշխարհին ներկայացնել։ 301 թվականից, որ մենք պետականորեն ընդունել ենք, առաջի քրիստոնեազն ենք։ Երկրորդը Նոյան Տապանը հենց Արարատի գագաթից փրկվել են, որ նավը կառուցել է, որ մարդկությունը փրկվել է։ Դա մերն է, մենք ենք եղել, մեր նախնիներն են եղել, որ դա նույնպես պետք է կառուցենք, որ բոլորն էլ գան, նույնն էլ այսօրվա վիճակում ես դա միշտ ասել եմ։ Քաղաքականությունը կապ չունի, ազգանունը կապ չունի։ Մենք պետք է ամբողջ աշխարհի հայերով միասնական թույլ չտանք, որ մեր երեխաները, մեր ժողովուրդը խեղճացած լինեն, կոտրված լինեն, պարտված լինեն։ Դե պետք է հաշվի չառնեն ոչ կուսակցությունը, ոչ պաշտոնը, ոչ թե կուսակցական ով ու մետա դաշինք կազմում, ով որ համարը պետք է լինի։ Կարևորը կուսակցությունը չի, կարևորը երկիրն է, կարևորը մանդատը չի, կարևորը գործն է, արդյունքն է, որ ժողովուրդը լավ ապրի, ամուր ապրի, ինչքան ժողովուրդը լավ ապրի, հարուստ լինի, այնքան պետությունը հզոր է։
Ցուցահանդեսը նաև լուսանկարիչ, լրագրող, խոսքի ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանին է հետաքրքրել։ Նա շուրջ 1 տարի իր ֆոտոխցիկի օբյեկտիվում է պահել արձանի կառուցման ընթացքը։ Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ։ Առաջին իսկ օրվանից նկարել ամեն մի դրվագ։ Գիտեմ, ու շատ լավ մեծ արձագանք է։ Ապրես, քուլում անել կա։ Այդ որ աշխարհում եք, այսօր բոլորը ուզում կան, իրոք այսօր ամբողջ աշխարհին ցնցել եք։ Առավոտիրիկուն զանգեր, ցանկություններ, ապրեք, դա գալիս է, որ մենք դա ազգովի ենք անում։ Իրոք բոլորի հետաքրքրությունն էլ, ցանկությունն էլ կա, ապրեք։ Բոլորի շնորհակալ եմ, բոլոր մասնակիցներից, այդպես պետք է լինի, որ ամեն մեկը իր մասով մասնակից պետք է լինի։ Քարը քարին դնելով, ասելով եւ դա հպարտություն է եւ հզորություն է եւ մեզ ճանաչում է տալի մեր ազգին, մեր պետությանը, մեր ժողովրդին, ապրեք։ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, որը Գագիկ Ծառուկյանի առաջարկով ստանձնել է ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները, ցուցահանդեսին եկել է խորհրդանշական նվերով։ Ես ինչի կապակցություն։ Նրա համար որ դուք մեր համար ամեն ինչ անում եք ու միշտ ուշադրություն եք դարձնում։ Ապրես, Սիրիջան, շնորհակալ եմ, միշտ էլ պատրաստ եմ, ես ասեմ, մենք ուզում ենք գործ անել, որ բոլորն էլ իմանան իրենց մասին, մտածող կա, հետաքրքրող կա, որ մարդիկ չնեղանան։ Ես քեզ առաջ օրվանից հարգել եմ, ընդունել եմ, հայկանալով, որ քարքին մարդ ես, ապրածով ընկերությամբ, դրա համար իմացի, որ դա համար դու իմ օգնականն ես, ցանկացած հարցում պատասխան եմ զամար։ Երբ որ մենք ցույց ենք տալիս միջազգային հանրությանը եւ պատմում ենք արձանի մասին, միջազգային հանրության կողմից միանգամից կար այդ ընկալումը, որ մենք գործ ունենք մի արձանի հետ, որը հավերժական է լինելու։ Եվ ես կոչ եմ անում մարդկանց գալ եւ շփվել։ Արձանը մեզ հնարավորություն է տալիս շփվել մի բանի հետ, որը օրվա մեջ չի։ Ինքը տարածության եւ ժամանակի մեջ ինքը հավերժի հետ գործ ունենք։ Երբ որ նոր էր սկսվում աշխատանքները եւ ընտրվեցինք հանձնախմբի անդամները, առաջին օրը հանդիպմանը պարոն Ծառուկյանը մեզ ասեց, որ կտեսնեք, սա պատմական նշանակության աշխատանք է, պատմական գործ է, որը գնալու է հայոց պատմություն եւ ձեր թոռներն էլ մի օր դասագրքերում կարդալու են, որ դուք եղել եք այս ամեն ինչի մի մասնիկը։ Եվ այսօր արդեն համոզվեցինք, որ արձանը անպայման դառնալու է հայ ժողովրդի միավորման, վերածննդի խորհրդանիշը եւ սրբատեղին։ Անսահման հավատքի, կամավորների նվիրումի եւ լուսավոր գաղափարի մասին պատմող ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Առաջիկայում ցուցահանդեսը կլինի նաեւ մարզերում։ Այս բացառիկ ֆոտոպատմությունը շարունակություն ունի։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ 20 տարվա ազատազրկման դատավճռից հետո Ռուբեն Վարդանյանը շարունակում է ընտանիքի հետ հեռախոսազրույցների ընթացքում ուղերձներ փոխանցել։ Մի վախեցեք մահից, ներեք եւ մի դատեք ու անվախ քայլեք ձեր ճանապարհով, ասել է Վարդանյանը։ Բաքվի դատարանը որոշել էր, որ Արցախի նախկին պետնախարարը պատժաչափի կեսը պետք է անցկացնի խիստ ռեժիմի բանտում։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատում է, թեև Ադրբեջանում կա բողոք ներկայացնելու հնարավորություն, բայց ակնհայտ է, որ դա ձևական բնույթ է կրում։ Я хочу вам сказать огромное спасибо за вашу поддержку, за отношения. Բաքվի բանտից շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն անհանգստացել ու իր ընտանիքի կողքին եղել։ Ռուբեն Վարդանյան Կեղծ եւ շինծու մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը դատավճռից 3 օր հետո հեռախոսով խոսել է ընտանիքի հետ։ Զրույցի ժամանակ կարդացել է 14-րդ դարավերջի բանաստեղծ փիլիսոփա Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը իր մեկնաբանությամբ եւ կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն ըստ Վարդանյանի օգնում է պահպանել ներքին ազատությունը։ У меня здесь прошел юбилей 21 тысяча часов, как я провел здесь уже. Այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի։ Այստեղ եմ արդեն 21000 ժամ եւ հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն ակնթարթ։ Երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր ես զգում ամեն բանը, ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորից սիրում եմ, երախտապարտ եմ։ Շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։ Վարդանյանը նշել է, որ Նասիմիի փիլիսոփայությունն ուժեղ ազդեցություն է գործել իր վրա։ Я власть, я вечное богатство, но сам века я не вмещусь. Хотя сегодня Варданян, я гуманист и армянин. Մենք չունենք նման տեղեկատվություն, որ խոսքերը իրեն չեն եւ որոշակի հոգեբանական կամ ֆիզիկական հարկադրանքի ներքո է ասվել։ Նշեմ, որ
տպավորություններ էր ձևավորվել, թե դա դատական դահլիճում դատաբջրի հրապարակման զուգընթաց պրոցես է եղել, որը հավելյալ ձայնագրվել է։ Սա իրականությանը չի համապատասխանում, այսինքն նման տպավորությունները թյուր են։ Իրականում դատաբջրի հրապարակումից եւ հրապարակումից օրեր անց ունեցել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, որի շրջանակներում հայտնել է այդ տեղեկատվությունը։ Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ պատժաչափի կեսը 10 տարին Ռուբեն Վարդանյանը պետք է անցկացնի խիստ ռեժիմի բանտում։ Ռազմական տրիբունալի բեմադրած դատի շինծու որոշումը դեռ օրինական ուժ չի ստացել։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Վարդանյանը դեռ դատապարտյալի կարգավիճակ չունի։ Որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն հայտնի կլինի, թե առաջին 10 տարին խիստ ռեժիմով բանտում է անցկացնելու, թե մեկ այլ քրեակատարողականում։ Կան բողոքարկման ժամկետներ, իհարկե այդ բողոքարկումը ձևական կլինի, քանի որ Ադրբեջանում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ չկան եւ այդ դատարանները չեն կարող ապահովել խախտված իրավունքների վերականգնումը, բայց նշենք, որ ձևական առումով կա բողոք ներկայացնելու հնարավորություն եւ միայն բողոքարկման ժամկետը լրանալուց հետո ակտը կմտնի օրինական ուժի մեջ եւ նոր ռեժիմային փոփոխությունների հարց կարող է առաջ գալ։ 1 տարի 1 ամիս տևած այսպես կոչված դատաքննությամբ դատարանը ապացուցված համարեց կեղծ ու հորինված մեղադրանքները, որով 1 տարի 3 ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանին վերագրվում էին ծանրագույն արարքներ՝ խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործություններից մինչեւ ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում ու ռազմական հանցագործություններ։ Ալիևի վարչակազմն անմիջապես արդարացրել էր դատարանի այս որոշումը։ Հաջիևը հայտարարել էր, թե Վարդանյանի վճիռը ոչ միայն արդարադատության իրացում է, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30-ամյա հակամարտության խորհրդանշական եւ տրամաբանական ավարտ։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Հայաստան այցելած եւ Ամասիայում, Գյումրիում ու Երևանում նկարահանումներ արած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնել է ԱԱԾ-ն։ Նրանք Հայաստան են այցելել նաեւ նախկինում 2013 ու 2014 թվականներին։ Ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդիկ Հայաստան են մուտք գործել ու երկիրը լքել են պետական սահմանի Բագրատաշեն անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել, հաղորդում է Սպուտնիկ Վրաստանը։ Ըստ լրատվամիջոցի, Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին։ Հաղորդվում է, որ տոկոսները քննարկվել են օրերս Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվիրիշվիլիի Հայաստան այցի ժամանակ։ Համաձայն Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Հայաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է Թբիլիսիի դերը եւ ներդրումը տարածաշրջանի խաղաղության ապահովման գործում, մասնավորապես Վրաստանի կառավարության կողմից Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական սագագին սահմանելու քայլը։ Նախարարությունը նշել է, որ Վրաստանի կառավարության այս որոշումը մեծ նշանակություն ուներ երկու երկրների համար։ Քննարկումներում հատկապես առանձնացրինք երկաթուղին որպես տարածաշրջանի երկրների միջև ամենակարևոր կապող օղակներից մեկը։ Հատուկ ընդգծվեց Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության, հաղորդակցության ամրապնդման եւ զարգացման գործում։ Նշվեց նաեւ Վրաստանի ներդրումը անմիջապես այն խորհրդանշական սահկագնի սահմանման հարցում, որն ապահովում է նավթամթերքի փոխադրումն Ադրբեջանից Հայաստան։ Խոսեցինք էներգետիկայի ոլորտում հարաբերությունների խորացման, այդ թվում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մասին, ինչը կամրապնդի երկրների միջև էներգետիկ առևտուրը, արտահանումն ու ներմուծումը։ Աջափնյակում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ ու մասնակիցների հիմնական շրջանակը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 1 անձի սպանած եւ 7-ի նկատմամբ սպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը պարզվել է։ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր։
Ամերիկացիներն ու ռուսներն ուկրաինացիներին ասում են, եթե ուզում եք պատերազմն ավարտվի վաղը, պետք է հանձնեք Դոնբասը։ Այսպիսի հայտարարություն է արել Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Կիևը հարավային առաջնագծի երկայնքով 300 քառակուսի կիլոմետր տարածք է վերադարձրել։ Ուկրաինական ինսայդեր պարբերականն էլ գրում է, որ երկրում նախագահի ընտրությունը կարող է անցկացվել այս տարվա աշնանը, իսկ խորհրդարանի ընտրությունը 2027-ի գարնանը։ Նշվում է, որ կթույլատրվի դրանք անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Թրամփը դեռևս Իրանին հարվածելու որոշում չի կայացրել, Էքսիոսին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է նույնիսկ քննարկել Իրանին ուրանի հարստացման թույլտվություն տալու հնարավորությունը, քանի դեռ դա չի ստեղծում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն։ Բայց Ամերիկան ունի նաև այլ տարբերակներ, եթե Իրանը կոշտ դիրքորոշում որդեգրի։ Ըստ աղբյուրի սցենարներից մեկը ենթադրում է Այաթոլլահի, նրա որդու եւ մոլաների վերացումը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կընտրի նախագահը, նշել է աղբյուրը։ Գիշերը զանգվածային բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Ընդդիմության գլխավորությամբ ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը կոռուպցիայի մեղադրանքների պատճառով։ Ոստիկանները ջրցան մեքենաներ եւ ծխային նռնակներ են օգտագործել, իսկ ցուցարարները բենզինով լցված շշեր եւ հրավառ նյութեր են նետել վարչապետի գրասենյակի ուղղությամբ։ Ոստիկանության տվյալով ձերբակալվել է մոտ 30 մարդ։ Հրապարակում ծածանվել են Ալբանիայի եւ Միացյալ Նահանգների դրոշներ։ Ալբանիայում քաղաքական լարվածությունը սրվել էր դեկտեմբերից, երբ դատախազությունը մեղադրանք առաջադրեց երկրի փոխվարչապետին խոշոր ենթակառուցվածքային նախագծերի պետական մրցույթներին միջամտելու եւ որոշ ընկերությունների նախապատվություն տալու համար։ Միջազգային լրահոսի վերջին թեման Չինաստանից է։ 50,000-ից ավելի ծաղկած Սալորենի Գույանի բլուրների վրա։ Չինաստանն աշխարհին զարմացնում է բնության այս հրաշքով, որտեղ այցելուների, զբոսաշրջիկների հիացած հայացքներ են ու վառ տպավորություններ։ Այգու մակերեսն արդեն հասել է 120 հեկտարի։ Այստեղ կա ծառերի ավելի քան 270 տեսակ։ Սալորենիների նախագարնանային ծաղկման սեզոնը հայտարարվում է բացված։ Չինական հրաշքը վարդագույնի եւ սպիտակի երանգներով։ Այս օրերին այցելուների հոսքը չի դադարում դեպի Չինաստանի հարավ-արևմտյան Գույջոու շրջանի սալորենիների այգի։ Տասնյակ հազարավոր սալորենիներ փարթամ ծաղկել են եւ գարնան ընթരാճ ընդարձակված այգին դարձել է սեզոնի գլխավոր տեսարժան վայրը։ Սա Գույջոուի ամենամեծ սալորենիների այգին է բազմաթիվ ծաղիկներով, մյուսները հավանաբար դեռ չեն ծաղկել։ Ավելի քան 50,000 սալորենի է ծաղկել Գույանի բլուրների վրա այս փետրվարին։ Այցելուները զբոսնում են այգու ոլորապտույտ արահետներով, լուսանկարվում եւ հիանում բնության տեսարաններով։ Այգու խնամված արահետներն ու գեղատեսիլ միջավայրն այն դարձրել են իդեալական վայր ընտանիքի եւ ընկերների հետ զբոսնելու համար։ Միջավայրն անչափ գեղեցիկ է, տարածքը նաև շատ հարմար է լուսանկարվելու համար։ Կարող եք ձեզ հետ բերել ձեր ընտանիքին ու ընկերներին։ Այստեղի սալորենու ծաղիկները գեղեցիկ են, արահետները հարթ, տեսարանը հիասքանչ, օդը մաքուր։ Հաջորդ անգամ նորից կբերեմ իմ ընտանիքին ու ընկերներին։ Գույջոուի սալորենիների այգին Չինաստանում ամենախոշորներից է ոչ միայն տարածքով, այլև ծառերի տեսականիների բազմազանությամբ։ Տարածքի ընդլայնումից հետո այգու ընդհանուր մակերեսը հասել է 120 հեկտարի եւ այժմ այն ներառում է ծառերի ավելի քան 270 տեսակ։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոնի համար։ Հայաստանում դեռևս սալորենիները չեն ծաղկել, սակայն վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում նույնիսկ արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ ըստ օդերևութաբանական դիտարկումների եւ բազմամյա կլիմայական տվյալների փետրվարի վերջի տաքացումը կայուն գարնան հաստատում չի նշանակում։ Փետրվարի վերջին եւ նույնիսկ մարտի առաջին տասնօրյակում հաճախ արձանագրվում
արձանագրվում են կարճատև, բայց ինտենսիվ ցրտահարություններ, ցուրտ հոսանքների ներխուժումներ, -3-ից -8 աստիճան Ցելսիուս նվազագույն ջերմաստիճաններ, հովտային եւ նախալեռնային գոտիներում։ Այս փուլում մթնոլորտային շրջանառությունը դեռ անկայուն է եւ արևադարձային տաքոթային զանգվածները կարող են արագ փոխարինվել սառը արկտիկական ներխուժմամբ։ Խորհուրդ է տրվում առայժմ խուսափել ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներից, ծառերի վաղետումից եւ բողբոջման խթանումից։ Արդեն առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 8 նիշ, սպասվում են տեղումներ։ Իսկ հիմա էլեկտրաէներգիայի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցերփակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Կենտրոն վարչական շրջան 11-ից 17, Թումանյան փողոց 2-2A շենքեր, Իսահակյան փողոց 16-A, 34, 36, 38, 38A, 38B 41 շենքեր, Մաշտոցի պողոտա 39, 41, 43, 45 շենքեր, Թամանյան փողոց 6-8 շենքեր, Սարմենի փողոց 13 շենք, Բուզանդի փողոց 1 շենք, Ֆիրդուսի փողոց 52-ից 80 առանձնատներ, Չայկովսկու փողոց 15-30-34 առանձնատներ, Պարոնյան փողոց 15-ի 5 հասցե, Պարոնյան փողոց 15-ի 7 Ռիտ ՍՊ, Փարաջանովի փողոց 8 Հողամաս, Կոմերտոն ՓԲ, Ձորափի փողոց 1 հասցե Ուրարտու ռեստորան, Պարոնյան փողոց 16-ի 3 ԱՁ Արմեն Արզումանյան, Պարոնյան փողոց 15-ի 3 Էվոկա բանկ ընկերություն, Դավթաշեն վարչական շրջան 10-ից 16, Դավթաշեն Թաղամաս 7-8-9 փողոցներ մասնակի, Մալացիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16, Շերամի փողոց 25, 27, 29, 31, 32, 33, 35, 37 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիրի մարզ 11-ից 15, Ուջան գյուղն ամբողջությամբ, Արարատի մարզ 11-ից 12-ից 30, Վարդաշեն գյուղ մասնակի 11-ից 14, Արարատ գյուղ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 12-ից 13-ից 30, Մղչան եւ Մրգավետ գյուղեր մասնակի, 13-ից 14-ից 30, Գետազատ գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզ 11-ից 13-ից 30, Եղեգնաձոր քաղաք, Միկոյան, Նարեկացու եւ Շահումյան փողոցներ մասնակի, 14-ից 16-ը Շատին գյուղ մասնակի, Կոտայքի մարզ 11-ից 14-ը Առինջ գյուղ, Խաչատուր Աբովյան, Պարույր Սևակ թաղամասեր եւ հարակից բնակիչ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 17-ը Ջրվեժ, Մայակ եւ Բանավան թաղամասեր մասնակի, Բագրևանդ թաղամաս մասնակի, Զովունի գյուղ 1, 4, 5, 12, 13, 18, 38 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտամետ գյուղ 1, 7, 8, 9, 10, 11, 12 փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գլոբուս թաղամաս, Գեղարքունիքի մարզ 11-ից 15-ը Մարտունի բնակավայր մասնակի, Հերացու, Արցախի, Կոմիտասի փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշի մարզ 11-ից 14-ը Դիլիջան քաղաք, Միասնիկյան փողոց մասնակի եւ Գորկի փողոց։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 0800180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը Էպիկենտրոնը շարունակում է հետևել կատարվող կարևոր իրադարձություններին։ Ցտեսություն։